Համաձայն եք շինարարական աղմուկը թեև մի փոքր անհանգստացնող, բայց դրական երևույթի սկիզբ է ազդարարում։ Արմավիրում կառուցվում է հանրապետությունում առաջին անկախ կյանքի կենտրոնը։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսական կարևորության խնդիրը կյանքի հմտությունների ձևավորումն է։ Այս պահին հանրապետության տարբեր կենտրոններում մեծամասամբ հասարակական կազմակերպությունների միջոցով իրականացվում է այս գործառույթը։ Կառավարության 2021-26 թվականների ծրագրով ամրագրված է հանրապետությունում ունենալ անկախ կյանքի կենտրոններ, եւ սա ծրագրի լավագույն մեկնարկը կարելի է համարել։ Անկախ կյանքի կենտրոնները աշխարհում ամենատարբեր օրինակներով կան, որոնք համարվում են լավագույն հաստատությունները, որոնք որ կանխարգելում են հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի հաստատություններ, որտեղ որ մարդիկ պետք է ապրեն։ Այսինքն սա մի կողմից արտատնային ծառայություններ է մատուցելու, տարբեր տեսակի ծառայություններ, սկսած վերականգնողական ծառայություններից, վերջացրած հմտությունների զարգացում, մինչև անկախ կյանքի կենցաղավարություն սովորեցնելու մարդկանց, այսինքն այստեղ նաև լինելու են սենյակներ, որտեղ որ մարդիկ անկախ փորձելու են ապրել, այսինքն կենցաղում ինչ են օգտագործում մարդիկ, սկսած խոհանոցից օգտվել, վերջացած անկախ կյանքի հմտություններ, եւ մենք հետևելու ենք սովորեցնելու մարդիկ, որպեսզի իրենց կյանքի ընթացքում տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող անձին կարողանան անկախ ապրել։ Միայն Արմավիրի մարզում հաշմանդամություն ունեցող ավելի քան 14,000 անձ կա։ Ամենատարբեր խնդիրներով անձանց համապարփակ ծառայությունների մատուցումն է անկախ կյանքի կենտրոնների գաղափարախոսության հիմքում։ Ստեցված ցերեկային ծառայություններ են լինելու, այստեղ չեն ապրելու, եւ այս ցերեկային ծառայությունները հնարավորություն կտան, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ապրեն մի կողմից ապրեն ընտանիքում, մյուս կողմից այդ ընտանիքների համար էականորեն հեշտ է լինելու հմտությունների զարգացման հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց։ Շինարարության ծավալները հուշում են, կենտրոնը նախատեսված է ոչ միայն Արմավիրի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև հարակից շրջանների բնակիչների համար։ Շինարարությունն իրականացվում է քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատվերով։ Նախագիծը իր մեջ ներառում է 4 մասնաշենք, 4 առանձին մոդուլներից կազմված կոմպլեքս է, որի առաջին մասնաշենքը դա ադմինիստրատիվ կենտրոնն է, երկրորդ մասնաշենքը երեխաների զարգացման կենտրոնն է եւ եւս 2 մասնաշենք նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի հմտություններ զարգացնելու համար, որպես այդպիսի կենտրոն է ծառայելու։ Բոլոր ենթակառուցվածքներով հագեցած կառույցը կունենա նաև խաղահրապարակներ նախագծային հատուկ լուծումներով։ Հետաքրքիր կառույց է լինելու, ըստ էության առաջինն է Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ կառույց, որը նաև նախագծված է եւ ըստ էության միջազգային փորձը ամբողջությամբ հաշվի առնված։ Ծրագրի արժեքը 1,4 միլիարդ դրամ է։ Շինարարությունը մեկնարկել է մարտ ամսից, ըստ նախագծի տևողությունը 620 օր է նախատեսված, բայց լիահույս են ժամկետից շուտ հանձնել շահագործման։ Նախարարությունում քննարկվում է կառավարումը հանձնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններից որևէ մեկին։ Մոտեցումը հիմնված է միջազգային փորձի վրա։ Հաշմանդամություն ունեցող անձանց շարժումը, որ ամբողջ աշխարհում ընթանում է, հենց անկախ կյանքի կենտրոնների փիլիսոփայությունը հետևյալ կերպ անցալում, որ իրանք հենց հաշմանդամություն ունեցող անձանց կողմից են ղեկավարվում, ուղղորդվում, եւ սա կոնցեպտուալ շատ կարեւոր բան է, եւ այս առումով նաեւ ինչպես աշխարհում, ինչպես այնպես էլ մեր հանրապետությունում մենք պատմականորեն շատ հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում։ Արմավիրի մարզի անկախ կյանքի կենտրոնը կառուցվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։ Մեծ պատիվ է այսօր գտնվել այս միջոցառմանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին աջակցել ենք նախագծմանը ոչ միայն կառույցի տեսանկյունից, այլ նաեւ կոնցեպտուալ տեսանկյունից։ Հաշվի ենք առել լավագույն միջազգային փորձը, այն փորձը, որն ապացուցել է, թե որքան արդյունավետ է հաշմանդամություն ունեցողներին ծառայություններ մատուցել այս ձևաչափով։ Մեծամորում կառուցվող անկախ կյանքի կենտրոնն իր տեսակի մեջ առաջինն է, բայց խոստանում են, որ վերջինը չի լինի։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։